Հնարավոր է ունենաս հելիկոբակտեր, բայց չիմանաս դրա մասին։ Իհարկե։ Նախ նշենք, որ հելիկոբակտերիայի վարակման հիմնական ուղին դա բերանով է, այսինքն աղտոտված ջրի եւ սննդամթերքի միջոցով, նաեւ թքի եւ ատամնաքարերի միջոցով եւ շատ ավելի հազվադեպ դեպքերում կենցաղային իրերի միջոցով։ Այսինքն հելիկոբակտերիան մտնում է ստամոքսաղեքային տրակտ միայն ու միայն բերանի միջոցով։ Այսինքն համբույրի միջոցով նույնպես կարող է վարակվել հելիկոբակտեր։ Ճիշտ։ Եթե պահպանված չեն հիգիենայի մինիմալ կանոնները, այո։ Լավ, իսկ կարող է չիմանանք դրա մասին, որ ունենք հելիկոբակտեր։ Դեպքերի մեծամասնությունում հելիկոբակտերիան ընթանում է լուռ։ Նշենք, որ հելիկոբակտերիայով վարակվածության պիկը դա մանկական եւ դեռահաս տարիքն է։ Հիմնական դեպքերում հելիկոբակտերիայով վարակվում են մինչեւ 18-20 տարեկան եւ շատ ավելի հազվադեպ, որ առաջնակի վարակումը տեղի ունենում ավելի հասուն տարիքում։